Չէ, այս հաստատ դժբախտ պատահար չի։ Ես երդվել եմ, որ գործընկերոջը սպանողներին պիտի բացահայտեմ։ Գլուխն ուտելը կոմայի մեջ գցելը չի։ Ես պայից սկսած դու արձակուրդում ես ու ոչ մի կապ չես կարող ունենալ այդ թմրանյութի գործի հետ։ Ես գիտեի, որ մի օր գալու եք իմ հետևից, բայց դուք դեռ Մայիս Հարարատովիչին լավ չեք ճանաչում։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞, ինչ հետդ կկատարվի, եթե հանկարծ այդ կենդանին խոսեց։ Դու գիտես խեն ինչ ճանճաց ասում։ Հա, որտեվ դու քո հետևից ամեն ինչ ջնջում մաքրում ես։ Պարոն Մայիս, իզուր եք նեղացել համակարգից։ Համենայն դեպս ձեզ թոշակի են ուղարկել առողջական խնդրի պատճառով։ Հիմա կպարչի, առաջ! Բայց ոնց հասկանամ։ Ինչպես միշտ դժվարությամբ։ Ասեմ հեչ ծիծաղելի չի։ Դզես! Ես ավելի հետաքրքիր եմ։ Հանդերոսանք հետ խաղ չեն ավել է։ Երկու հոգի քթների տակից մահճակալով հիվանդ են փախցնում։ Այդ նրանից է, որ չեր զգուշացրել, թե ում հետ գործ ունենք։ Ձեր պրիստուպի մասին միակ հստակ տեղեկությունն այն է, որ տևում է ուղիղ 13 վայրկյան։ Դիմացեք մնաց 6 վայրկյան։ Ես էլ 3։ Ես արդեն ասեցի, ինձնից հույսդ կտրիր։ Հայաստան շատ մեծ քանակի թմրանյութ է մտնում, եւ եթե մենք նույն պահին չարգրավենք, այն կտարածվի ամբողջ երկրով եւ դուրս կգա վերահսկողությունից։ Ուզում եք ասել։ Ես գործի մեջ եմ։ Այ, մոռացել էի պարկինգի վրա դնեի։